Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, մեծահաբի եթերում է Արենանը, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ ուժեղ Հայաստան դաշինքի համամասնական ցուցակի տեխնացու Էդգար Ղազարյանի հետ, բարի երեկո։ Բարի ձեզ։ Ես հիշեցնեմ, որ կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, տարածել, որպեսզի հաղորդումները եւ առհասարակ հասանելիությունը ավելի լայն տարածում ունենա։ Պարոն Ղազարյան, քիչ առաջ տեղեկություն հասավ, որ ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին ձերբակալել են։ Ուզում եմ նախ հասկանալ, այս ձերբակալումները ուր են տանելու եւ առհասարակ, ուժեղ Հայաստան դաշինքի համամասնական ցուցակի բոլոր անդամներին են փորձելու ձերբակալել, որտեղ ստացվում է, որ մինչեւ ընտրություններ շատ քիչ ժամանակ են մնացել, բայց ամեն օր ինչ որ մի գործ է առաջանում եւ մարդկանց փորձում են անազատության մեջ պահել։ Դե ոչ միայն ցուցակի անդամներին, պարոն Ալեքսանյանը պատգամավորի տեխնացու չէր, դե Ռուբինյանն է, որ իմ երկրում խո դատարանը չի որոշում, խո անմեղության կանխավար կազմ անտես բաներ չկա, ասենք Ռուբինյանը, Փաշինյանը, Ռուբինյանը լավ ասում է, բան է, կտանենք բանդ, Փաշինյանն ասում է կզսնենք, կսատկացնենք, այո ասում է ես սպառնում եմ, սատկացնելու ենք դրանց բան, Լեմատ նայեք, այսօր կարծեմ մի լրագրող երեք ինձ հարցրեց, իրանք ինչ-որ ամփոփ էին արել, դե մեզ համար արդեն այնքան սովորական բան է դառել այդ հետապնդումները, որ էլ մանավանդ այդ ընտրաշավին դրանով էլ չենք էլ զբաղվում, էլի։ 70 քրեական գործ 110 ձերբակալ, հասկանում եք։ Մի ամսվան իր քարոզարշավը սկսել է, մենք գրաֆիկով մեր հանդիպումներն ենք անում, քննչական կոմիտեն ու հակակոռուպցիոն կոմիտեն գրաֆիկով իր ձերբակալություններ, խուզարկություններ, ձայնագրությունների հրապարակում, սա Միջայլոց հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարն է մայիսի 28-ին վարչապետի միջնորդությամբ արդարադատության գեներալի կոչում ստացել։ Սրա մեջ ընդհանրապես եթե լսում եք քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե եւ ուժեղ Հայաստան, իրավական բաղադրիչ մի փնտրեք։ Սա քաղաքական հետապնդում է կլասիկ, որտեղ կիրառվում է իրավապահ մարմինների լիազորությունները ապօրինաբար։ Որովհետև դրանով իրենք խոչընդոտում են մեր քարոզարշավի բնականon ընթացքը, ասենք եթե հիմա ձերբակալեցին, հետո տնային կալանք տվեցին, հետո վարչական հսկողություն, վայքի մեր գրասենյակի ղեկավարին, մի հատ երիտասարդ աղջիկ, որը ընդամենը կազմակերպական աշխատանք, արգրավեցին համակարգիչները, մինչև հիմա չեն տվել, այդ աղջկան հնարավորություն չեն տալ իր գործունեություն, նույնը Արտաշատի գրասենյակում, նույնը մնացած ամբողջ հանրապետությունում, դες գրասենյակ չկա ուժեղ Հայաստանի, որ իրավապահ մարմինները ներխուժացել են ձերբակալությունները։ Կաշառք են բաժանել։ Ասելով խո չի ասենք, կաշառքը ավանդաբար եթե բաժանել են մինչև հիմա որպես կանոն ով կարա դա բաժանել, դա իշխանություններն է, դա իշխանությունների մենաշնորհն է։ Ընդդիմությունը ոնց կարա կաշառ, ոչ իշխանական ուժը ոնց կարա ընտրակաշառ։ Դե օրինակ իրանք փող են հավաքում, մինչև քարոզարշավը փող էին հավաքում, որպեսզի կարողանային լիարժեք քարոզարշավը իրականացնեն, իսկ ուժեղ Հայաստանի եւ ընդդիմադիր մնացած բոլոր ուժերը, ովքեր որ մասնակցելու են ընտրություններին, ասում են, որ իրանք փող ունեն եւ ինչու ոչ, կարող են այսպես շատ ճոխ անցկացնել իրենց քարոզարշավը։ Այս կապ ունի միլիոններ ունես թե չունես, այդ հարաբերությունները օրենքով կարգավորված է, կուսակցությունների ֆինանսավորումը հրապարակային է, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերահսկում է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահսկում է կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամները, ոնց են գումարներ հատկացվում, ինչի վրա են ծախսում, ամեն ինչը իրականացվում է օրինականության շրջանակներում, այլ բան չի էլ կարա լինի։ Այլ բան չի կարելի, որովհետև մենք դրա կարիքը չունենք։ Մեր ինչին է պետք, ասենք, մենք հիմա պիտի որևէ մեկը մտածում է, որ պետք է ուժեղ Հայաստան ընտրակաշառք տա, որ մարդիկ իրանց ընտրեն, որ մենք 300,000 աշխատատեղ ստեղծենք, խափանենք 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, 20,000 մատչելի բնակարաններ։ Այսինքն հիմա փոքր բիզնեսի մի հատ խանութի տիրոջ մենք պիտի տանենք փող տանք, որ ինքը մեզ ընտրի, որ իր խանութը հունիսից հարկերից ազատվի։ Այսինքն մենք գալիս ենք իշխանության, որ ինչքան փոքր բիզնես կա, տասնյակ հազարավոր սուբյեկտներ, խանութա, վարսավիրանոցա, չգիտեմ,
տարբեր սրահներ են, տարբեր փոքր ամբողջ մարզերի խանութները փոքր բիզնեսներ է, չէ՞։ Հագուստի խանութ է, բանջարեղենի խանութ է։ Հիմա մենք նրանց խոստացել ենք, որ իրանց հարկը լելու է 0%։ Հիմա այդ մարդկանց հələ մենք տանենք փոխտակ, որ իրանք մեզ ընտրեն։ Ոնց կարա դες տրամաբանական։ Ասենք հիմա թոշակառոյ մենք խոստացել ենք ոչ թե 2 ամսով կառավարության որոշումով, այլ ստաբիլ 12000 դրամով թոշակ ավելացնենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը տարի 2 ամսով նրանց ընտրակաշառքն որ իրանց ընտրեն։ Մի քանի ամսով առողջապահության ապահովագրության այս բաներն անում, որ ամբողջ բուժաշխատողների տանջանքի, ես իմ ինչ օր են քաշում այդ խեղճբժիշկները։ Երևի COVID-ի վատ ծանրաբեռված չեն։ Այսինքն մի մասը հասարակության փողերը տալիս է, բժիշկներին ձերի իժան աշխատացնում է, որ մի քանի 65 տարեկան մարդու անվճար առողջապահական ծառայություն մատուցեն, որ դա Նիկոլ ընտրի։ Հիմա եթե խոսքը գնում է ընտրակաշառքներ բաժանելու մասին, օրինակ Նիկոլի ընտրազանգվածին ոնց պետք է կարողանաք բերել այս դաշտ, որովհետև երբ որ կինը հանդիպում է, հա, Նիկոլին պաշտող կինը, երբ որ հանդիպում է Նիկոլին, ասում է դու իմ փրկիչն ես, դու իմ երազանքների տղամարդն ես։ Հիմա ուզում հասկանամ այդ խեղճ կինը, որի երազանքը եւ նպատակը Նիկոլն է, ոնց եք բերելու ձեր դաշտ։ Եվ ստացվում է այնպես, որ կաշառքը որպես այդպեսին ինչպես է հրանցնելու, ինչպես է փորձելու, հա, այդ կնոջը բերել օրինակ ասել ուժեղ Հայաստան պիտի ընտրես։ Նիկոլին մի սիրի օրինակ Սամվել Կարապետյանին։ Ախ, ես չգիտեմ դրա բերելու ձևը ոնց է, այդպես խնդիր նորից եմ ասում, չկա ու չի կարա լինի։ Այն ինչ որ արվում է, դա ուղղակի քաղաքական հետապնդում է։ Պարզ տրամաբանությունը, չէ՞, մենք բոլորս գիտակից մարդիկ ենք, մենք հիմար չենք, մենք միամիտ չենք, չէ՞։ Ասենք ոնց ալում, որ ամբողջ ընտրական գործընթացում այդ քրեական հետապնդումները վերաբերում են մենակ ուժեղ Հայաստանին։ 18 քաղաքական ուժ է հիմա մնացել ընտրությունների մասնակցել, մինչև այդ 19-ը գրանցվել էր։ Այդ սաղի մեջից մենակ ուժեղ Հայաստան։ Պարզ չի որ դա հետապնդում, երեխա պիտի լես, որ այդքան պարզ բաներ առաջ, չգիտեմ, մանկապարտեզ երեխա պիտի լես, որ այդ պարզ բաները չհասկանաս, չէ՞։ Որովհետև սա քաղաքական հետապնդում է։ Քաղաքական հետապնդում է Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող ապօրինությունը։ Ընտրաշավը ավարտում է, այդ մարդը տենց էլ հնարավորություն չունեցավ գնա ընտրողների հետ հանդիպի։ Դուք ասեք պատկերացնում եք, մենք գնացինք Գյումրիում, իհարկե Լեփլեցուն էր հրապարակը, Վարդանանց հրապարակը շատ ուժեղ հանրահավաք է, բայց ասեք պատկերացնում եք, հենց մի հատ Սամվել Կարապետյան ընդելներ։ Գյումրիում ով կար փողոցում էր լելու այդ օրը։ Ես վստահ եմ։ Իրանք էլ են հասկանում, չէ՞։ Դրա համար այդ ամեն ինչը հասկանալու չեն թողնում մարդը դրա։ Ստիպված մարդը իր տան դռներն է բացել, իր տանն է մարդը ընդունում, որ կարողանա հետները խոսի, իր ծրագրերը ներկայացնի, տեսնի այդ մարդիկ ինչ պահանջներ ունեն, ինչ խնդրանքներ ունեն։ Այդ ձևով ենք մենք, բայց այդ ձևով աշխատող մարդը, ես ինքս, ելի իմ երեսի գույնը նայեք։ Այդ արևի այդ բանում չի էլի, Հուրգադայում չի, ոչ է Կիպրոսում, այս Վիվարոյ Վիգենիա չեմ գնացել էլի, Հունաստան հանգստանալու սեղանների վրա ապարելու, ոնց որ ազգային ժողովի նախագահն է ժամանակին անում։ Այս Քարոզարշավն է։ Բայց դրա կաշառք բաժանողը այսօրն անգնում, բայց մենք ինչ ենք, բայց մենք առավոտից երեկոն չարչարվում ենք, մեր ժողովրդի հանդիպենք, մեր ծրագրերը ներկայացնենք, բացատրենք այն վտանգներ են ամեն ինչը որ կա։ Ուղղակի մենակ ես խոչեմ որ դա մեր ամբողջ թիմը այսօր դրսել է, մենք շատ ժամանակ մեր թիմակիցներից ոչ թե տենում ենք ամենքս մի մարզում, ամենքս մի ընտրատարածքում, ամենքս մի քաղաքում, մի գյուղում աշխատում ենք առավոտից երեկոն։ Այդքան ասում եք Արման Թաթոյանը պարզ դրեց ձայնագրություններով, սկրինշոթերով, դպրոցի տները, քոլեջի տնօրենը, որը նաև ինքը ԿՊ-ի անդամ է, ոնց է մարդկանց պահանջում, որ այդան հանրահավաքների մասնակցեն, ուղղորդում են նրան վարույթ նախաձեռնվել է։ Աշտարակ գնաց ընդ լրագրողները գնում են նկարում են, ուսուցիչը կանգնած գլխին, երեխա, տղա, աղջիկ, դրոշներ, այդ դրոշները խո տնից չեն բերել, նշանակում է մի սպրինտերը եկե դրոշներն ընդ այլ ասեն երեխա գնացեք բերեք շարվեք, դասոտն է գլխին, կազմակերպած է, չէ։ Նկարել են ապացուցած փաստով, ասում է դպրոցի տնօրենները հրաժարականի դիմում են գրել, մենք իրաց պաշտոնից չենք ազատել։ Ոչ չես ազատել։ Համ ինչ ազատել, գործ եք հարուցում քրեական։ Բան չի չեք հարուցում։ Ես հետապնդում աստե նույնը հիմա Ալիքն էլ առանցքային երևացող գործիչներից էր Պարոն Ալեքսանյանը, ասինքն մեր հանրահավաքների մոդերատորություններ անում, ելույթներ էր ունենում, ակտիվ դերակատարություններ էր, ինքը հասարակական խոսքով էր հանդես գալի իր Facebook-յան պրոֆիլից, տեսանյութեր էր հրապարակում եւ այլն։ Էտա, թե չէ իրավական բան մի փնտրեք այս ամեն ինչի մեջ։ Բանավեճերը քանի որ արդեն սկսել են եւ երեք էլ նայեցի ձեր բանավեճը, հա, բոլոր կուսակցությունների ովքեր որ ներկայացված են, ուզում հասկանալ բանավեճը որպես այդպեսին ինչ հա տալու մեր հասարակությանը, հատկապես այն շերտին, որը
չկողնորոշված է եւ այդ բանավեճը նայելով հանդերձ պիտի գնա վաղը կողնորոշված ընտրի որևէ դաշինքի կամ կուսակցության։ Ուրեմն ասեմ, այդ բանավեճը կոնկրետ հանրային հեռուստաընկերություններ կազմակերպել, իհարկե ուրիշներն էլ կարան կազմակերպեն, դե հանրայինի ճանաչումը, տարածվածությունը դե բարձր այլ է։ Իր ձևաչափը շատ վատն է, ասենք ես օրինակ երեք դրան մասնակցել եմ, հասկացել եմ, որ դա շատ վատ ձևաչափ է։ Ասենք 30 վայրկյան հարց ձևակերպելու են, կամ ասենք ընդ հնարավորություն չեն տալի։ Մեզ, ասենք ես ընդ որպես անհատ չեմ ներկայացրել, չէ՞, ներկայացնում եմ ուժեղ Հայաստան դաշինքը։ Ուժեղ Հայաստան դաշինքը ինքը կարևոր ծրագրեր ունի։ Որ եթե գնում ենք հանրային հեռուստաընկերություն, մենք հնարավորություն ենք դա ներկայացնելու մեր ընտրողներին, այսինքն դու ինձ պետք է բավարար ժամանակ տաս, որ ես ծրագրերից խոսեմ, ոչ թե ուրիշ տեխնացուի հարցին պա, ուրիշ տեխնացուին ընդհանրապես ինչին է պետք, չէ՞։ Ամեն մարդ իր ծրագրերն ունի, ամեն մարդ իր պայքարն է տա։ Ես խո չեմ գնացել այնտե ենթադրենք ուրիշ տեխնացուի հարցին պատասխանել, ինքն էլ հարց տվեց կամ չտվեց, ասենք դե ենթադրենք ինձ ոչ մեկը ենթադրենք հարց չտվեց։ Այսինքն ես պիտի չխոսեմ, մեր ծրագիրը չներկայացնեմ, շատ սխալ ձևաչափ է ի սկզբանե ընտրված։ Այսինքն պետք է հնարավորություն տրվի, որպեսզի քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրենց ծրագրերը ներկայացնեն։ Ոչ թե իրար հարցեր տան։ Մենք իրար հետ խնդիր չունենք, այսինքն ինչի՞ս է պետք մյուս քաղաքական ուժերը ինչ քարոզարշավ են անում, ինչ ծրագրեր ունեն։ Մեր խնդիրը մեր ծրագրերը մեր ժողովրդին ներկայացնելն է, մեր ժողովրդից ստացվող հարցերին պատասխանելն է։ Այսինքն հանրայինը կարող է ժողովրդից հարցեր հավաքել, ուղղել ինձ, ասել դուք այս ծրագրերն եք ներկայացնում, ինչ է։ Բայց այդ բանավեճի այդ բանը վերածում է իրենց վատ կազմակերպման, սխալ մոդերատորության, Պետրոսի արած մոդերատորությունը հազվել է, էլի, մի բան որ Պետրոսն անի, արդեն Պետրոս էլի։ Արդեն վատ է, էլի։ Ու դա վերածում է ոչ թե բանավեճի եւ այլն, այլ մի աղմուկի ավելի շատ հասարակության հիասթափեցնող տրամադրություններ է ձևավորում։ Կան ու պատճառը ասում եմ, ոչ թե մասնակիցներն են, այլ ընտրված ձևաչափը, որ սխալ ձևաչափ, որ ընդամենը նախատեսում է հարցեր մեկը մյուսին։ Ասենք հիմա ճիշտ է, ես օրինակ ես ինքս հարց տալուց ասում եմ, պիտի Ալենին հարց տամ, դե ուրիշ, ասենք, ինձ համար ընդ մշակման ենթակա օբյեկտ, չասեմ ապրանք, օբյեկտ։ Ինքն է, բայց իմ ընկալումներում իրան հարց պիտի տամ մեր երկրում, մենակ քննչական կոմիտեի քննիչը։ Ես Ալենին ինչի՞ սա պետք է Ալենի։ Դա համար ասում եմ Գաֆարովան քեզ որ կանչի Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջանի վերադարձի կոնֆերանսին։ Կգնաս թե չես գնա, որովհետև ըստ իր հայտարարությունները պիտի գնա, ինքը ասել է Գաֆարովան, երբ կանչես գնալու եմ։ Հələ Գաֆարովան չէր կանչի, ասում է, եթե կանչի, կգնամ։ Ալենը տենչում է, առիթ է ման գալի, որ եթե Ադրբեջան։ Ուզում ես Ադրբեջան գնաս, քել գնաս, եկեն չես մնացես, չես ուզում ազգային ժողովի նախագահի կարգավիճակում գնաս։ Գնա որպես սովորական Ադամի թուրք։ Ասեք ինքը հայտարարել է, չէ՞ որ Ադամը իր հայրենիքն է, Ադամը դեմիշ թուրքերեն ապրել է, գենետիկ բանը չեմ ասում, էլի իր հայրենիքի նկատմամբ զգացողություններն եմ ասում։ Ուզում ես գնաս Ադամը ապրես, հենա Ալիևս վերջերս էլ մի քանի շենք հասարքի Ադամ։ Իրանք սա Երևանի կենտրոնում են տներ առել։ Ալենը։ Տուն առել Երևանում, երկու հատ իր պաշտոնավարման շրջանում։ Այս չես թե առել, բալա գնա Ադամը մար։ Եթե դու ուզում ես թուրքերի հետ ապրես, քեզ համար հաճելի է, կոմֆորտ է, լավ ես զգում, դու գնա անդեն չես 300,000 ադրբեջանցի բերում ստե։ Դու գնա անդե։ Պարտադիր պիտի ազգային ժողովի նախագահ ես որ գնաս Ադրբեջան։ Սովորական էլի, սովորական Ալեն։ Հիմա ասենք դե աներձակերաչը պիտի անպայման աներձակերաչ էլի, կարա սովորական ձակել էլի, չէ՞ էլի դա։ Ադրբեջան ապրի, եթե իրանց ուզածը դա է։ Եվ նաև այս իրավիճակում, երբ որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, այս իշխանությունները փորձում են ամեն կերպ փլուզել, հայտարարեցին, որ մենք կունենանք մեր սեփական գազը։ Այսինքն այն, որ ակնկալելի է, որ Ռուսաստանը հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում գազը թանկացնել, սրանք անմիջապես ասում են, որ մենք մեր գազը ունենք եւ մենք մեր գազով յոլա կգնանք։ Այնտեղ նաեւ առաջարկում են, որ Իրանից գազ կգնենք եւ այլն եւ այլն։ Ու ուզում եմ հասկանալ այդ գազը, որը ունենք, ինչու ենք մենք մինչեւ հիմա Ռուսաստանից գնում, եթե ոչ մեր սեփական գազը, որը կարող էինք այստեղ նույնիսկ անվճար օգտագործել։ Գոմախպից էլի, կենսա ասենք Ալենը հետն էր, չէ՞ վատ որ
ասաց այդ ավտոբուսի ընդհանրապես կենսագազ ըլնում է, այսինքն որ գոմաղբի բանից բայց դրա արդյունաբերական ծավալը շատ փոքր է, այսինքն եթե նույնիսկ կենսագազ ստանում են, այդ փոքր տնտեսությունները իրանց կարիքները դա տնտեսության համար չի կարելի գազի բնական պաշարներ էլ Հայաստանը չունի։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանն ասում է որ ինքը ունի սեփական գազ, չգիտեմ, իր այս հիմա շատ աուտում, ես չգիտեմ։ Դե գազարա։ Առաջիկա գազարա աուտում հեսա պետք է ջերմոցի ծաղիկ ուտեն արդեն, որովհետեւ մնացել է Ռուսաստան չի հետում է։ Իրանն է մնալու։ Այդ իրանք պիտի ուտեն, դե ուրիշ շուտով չի լի, չէ։ Պիտի նստեն այդ ավտոբուսով այդ ծաղիկներն էլ ուտեն, այդ ծիրանն էլ ուտեն, կլում ջերմուկ խմեն, վերից այդ էժան արաղը խմեն, էժան կոնյակները ուրիշ ճար չկա դրան։ Ու սենց ամեն ինչ է, բայց դրանից ինչքան գազ պիտի առաջանա։ Կամ այդ գազը ինչ օգտակարություն պիտի ունենա։ Եթե խոսքը այն վառելիքա էներգետիկ գազի մասին է, Հայաստանը դրա պաշարները չունի։ Դրանից ով պիտի ես տենց եմ ամենայն արդեն այդ սարկազմը մի կողմ թողնելու, Ադրբեջանը ունի, չէ։ Ասում եմ մեր գազը, այսինքն մենք արդեն Ադրբեջանի հետ մի պետություն ենք, արդեն իր անկալումներում էլ է Հայաստան, Արևմտյան Ադրբեջան, ու ադրբեջանական գազը արդեն մեր գազն է։ Իդեպ ասեմ, որ նման մի հատ արկածախնդրություն ժամանակին սրա խելքին մի հատ Վրաստանում կար, չէ, որ Ռուսաստանի հետ գնաց պատերազմի, դրանից հետո դադարեցրեցին Ռուսաստանի գազամատակարարումը Վրաստան, ու գիտեք ով է դառը Վրաստան գազի բաշխող ընկերությունը։ Ադրբեջանական Սոկար նավթագազային ընկերությունն է այսօր Վրաստանում գազը, իսկ Ադրբեջանը գազի բավարար պաշարներ չունի։ Նա Ռուսաստանից գազ առնում է, ադրբեջանական գազի տեղը վերավաճառում է։ Այսինքն այդ Նիկոլ Փաշինյանը ասած սեփական գազը դա նույն ռուսական գազն ալելու, որ մենք ստանալու ենք ոչ թե Գազպրոմ Արմենիայից, ոչ թե Գազպրոմից, այլ Սոկարից, բայց նույն գազը, ուղղակի ավելի թանկ։ Հիմա մարդիկ էլ պիտի հասկանան ինչ փորձանքի է սատանում մեզ բոլորիս։ Այսինքն գազը, որ պիտի ստանանք Ադրբեջանից կտրվում է գալիս է Ռուսաստանից դառնում ադրբեջանական, նավթը արդեն սկսել են, չէ՞, նավթամթերքի մատակարարումները Ադրբեջանից, դա Ռուսաստանից լրիվ կգտրեն։ Կանցիկն մեր ամբողջ էներգետիկ համակարգը կախվածության մեջ է դնելու Ադրբեջան։ Գազը մեր համար սովորական նշանակություն չունի, գազի կենսական նշանակություն ունի։ Էլեկտրաէներգիայի 60%-ը Հայաստանում արտադրում են ջերմաէլեկտրակայանները։ Այսինքն եթե մենք գազի կախվածություն ունեցանք Ադրբեջանից, էլեկտրաէներգիայի կախվածությունը հենց այնպես խո չեն վերցրել, հեսա հեսնել են, չէ՞ տալու։ Ու ստացվել է, որ Հայաստանում Գազպրոմ Արմենիայի փոխարեն Սոկար ալնելու, հեցի փոխարեն Սոկար ալնելու, բենզինի այդ կալոնկեքը սաղալնելու է Սոկար։ Բանդելով պիտի աշխատեն Ադրբեջան, բայց 300,000-ը որ գալու են, դրանք ხო չեն գալիս թե բանը գիտական գործունեությամբ զբաղվում են։ Հիմա անդրադառնանք։ Գալու են այդան այս ընկերություններում աշխատեն։ Հիմա մեզ լսող իշքան մարդ կա, որ աշխատում է Գազպրոմ Արմենիայում, ցանցերում, բենզինի վաճառքի կետերում, պիտի իմանան, որ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո իրան սաղին գործից հանելու են, տեղ ընտրեն ադրբեջանցիների։ Հիմա անդրադառնանք 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, հա։ Ստացվում է, որ իշխանությունը շատ այսպես փայփայելով լռում է այս 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեմային, իսկ ընդդիմությունը ամեն անգամ փորձում է ժողովրդին տեղ հասցնել, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, 300,000 ադրբեջանցի վերադառնալու է, ինչպես որ իրենք են ասում, հա, վերադառնալու են իրենց պատմական տներ եւ փորձելու են Հայաստանում ապրել։ Թեև Հայաստանը իրենց անվանմամբ Արևմտյան Ադրբեջանը, բայց այնուամենայնիվ ինչու է անընդհատ ընդդիմությունը դրա մասին խոսում, իսկ իշխանությունը փորձում պարտակել, հա, այս թեման։ Իրանք իրաց բոլոր հանցանքներն պարտակ։ Հիմա օրինակ նայեք, արդեն մի ավարտում է, չէ՞, քարոզարշավը մի քանի օր է մնացել։ Դուք լսել եք Նիկոլ Փաշինյանը մի տեղ գնալուց իրանց նախընտրական ծրագրից մի բառ խոսա։ Նախընտրական ծրագիր ունեն, չէ՞, գրել են, ուղարկել են, հիմա մեզ մտեն նայել եմ կենտրոնական ընտրական հանրաժողովի կայքում դրած է, PDF-ով ֆայլը։ Լսել եք մի օր ինքը ասի, մենք գալու ենք իշխանության, օրինակ մենք առողջիկուն ինչ ենք ասում ենք 300,000 աշխատատեղ ալելու, բանակում ծառայող զինվորները 40,000 դրամ փող են ստանալու, սպաները, պայմանագրայինները տարեկան 1000 մաչելի բնակարան են ստանալու, туриզմի ոլորտում է, սա օրը մենք մեր ծրագրերից ենք, չէ՞ խոսում։ Լսել եք Նիկոլ Փաշինյանն ասի, մենք գալու ենք իշխանության, այս ինչ բան անելու ենք։ Բայց ասենք իրանց ծրագրերում գիտեք ինչ էր կա գրած։
Իրանց ծրագրում գրած է, որ պիտի եկեղեցու դեմ պայքարեն։ Գրած է։ Իրանց ծրագրում գրած է, որ պիտի անկախության հռչակագրից հրաժարվեն, նոր սահմանադրություն ունենան առանց անկախության, այսինքն պետությունը վերացնեն։ Որտեւ իրանց գրած է ինչ որ պիտի անեն, դա ասելու բան չի։ Հիմա իրանք խաշլամա ուտելով ման են գալի, մենակ խաշլամա չի իհարկե, ամեն ինչ էլ ուտել։ Փառք Աստծո, ախորժակը տերնա, ինչ տնես դեմը, ուտումա, ոչ են նայմա, լվացածա, լվացած չի, մաքուրա, կեղտ ուտա, քաղցրա, թթուի, այդ էս խառնը իրար վրա, դաժե են մատեսան կաշին պլոկում արասի, ուշացի, մեկ ունեց ուրիշ բան առաջաց, ասի, տովա, տեսա չէ, սովորական խոս, բաներ էլ են նմանացի բան, Են կաշին ընդիցա ուտում, միսն ընդիցա ուտում, հիմնականում ձեռով, ասենք, եթե նկատել եք, սպասք չի օգտագործում, կամ ասենք խաշլաման ուտում, ոսկորներ դնում, Պապիկյանի դեմ, մարդը ընդհանրապես ի՞նչն է ներկայացնում։ Այն ինչ որ իր կարծիքով իրան իր առանձնահատկությունը դրական իմաստով կընդգծի, չէ, ասենք, այն մարդը որ լավ խոսքով իր խոսքն է ներկայացնում, մեկը լավ նվագել գիտի, իր նվագելու կարողությունն է ներկայացնում, մեկը լավ արհեստավոր է աշխատանքն ներկայացնում, նկարիչ իր ստեղծագործությունն է, չէ՞, ով ինչ լավ բան, արա սրանք մենակ ուտա, այսինքն իրանց կարծիքով, այն միակ բանը, որ իրանք կարան անեն, դա ուտելն է։ Դա շատ իմիջիայլոց խորհրդանշական է, որովհետև իրանք ուտում են, չէ՞։ Ուտում են ու հետո ցույց են տալի, ասում են մենք ուտում ենք, մեզ հնարավորություն տվեք։ Եվս 5 տարի ուտենք, ուրիշներից տեղ դուք բարիք ստեղծեք, մենք ձեզ թալանենք, ուտենք, դուք բարի ծրագրերից չեն խոսում դրանք։ Որովհետև ծրագրերը վտանգ են։ Հիմա դրանք ոնց կարան խոսեն ադրբեջանցիների գալուց։ Հիմա տեսեք, երբեմն մարդիկ որ հարցեր են տալի, ստիված մի երկու նախադասություն ասում են, բռնվում են, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում բռնվավ, ասաց, որ անկլավները տալու է Ադրբեջանին։ Բայց հիմա այդ Տիգրանաշենը ինքը, որը մի անկլավ է համարում, ասիկ անկլավ որն է, էլ դա սովետի վաղ տեղազբը ժամանակակից աշխարհում անկլավը որն է։ Ոնց կարող ասենք երկրի տարածքում ուրիշ երկիր կղզի, բայց տարածք ունես, բայց ընդ ոնց պիտի եթաս, ոնց պիտի գաս, ընդ խմելու ջուրը ոնց պիտի կանալիզացիան ուր պիտի եթա, չէ՞։ Հազար հարց կա, չէ՞, խո մենակ այդ չի կարա տես բան լինի, գործնականում չի կարա լինի, էլի անկլավ։ Հիմա այդ Տիգրանաշենը որ տվեց, այդ ինչ է նշանակում։ Թուրքերը բերելու են երկուի կառուս ավտոբուսն է նստացնեն։ Ահա։ Գբերեն կնստացնեն, այդ բնակեցվեցին, չէ՞, 300,000 խո մի գիշերում չեն գալու։ Սկզբից կգան Տիգրանաշենի 200 բնակիչները, չէ՞։ Այդ 200 բնակիչների մեջ մի թուրք լնելու է երրորդ օրը։ Մի հատ կնիկ երկու երեխա սպանի։ Իրանք Հետո ասեն ես հայ էքստրեմիստ ծայրահեղականները զոհված զինծառայողի ծնողը եկել է եւ ստեղ սպանել է ադրբեջանցուն եւ նրա երկու երեխաներին անչափահաս դաժան կադրեր կդնեն CNN-ով բանոցուց կտան Ադրբեջան կասես դի բանակ տանեմ բան անեմ պաշտպանեմ այդ մարդկանց բրծա վայոզորսյունիկը արդեն շրջապակման մեջ է Արցախի պատմությունն է, էլի։ Չբերին աղավնի թացնող կնիկա, սատկած աղավնիով կանգնավ ընդեբան, թրցրին աղավնի բան։ Հա, եղավ Արցախի շրջափակում, մի տարի չանցավ արցախցիներին 10 օր ժամանակ տվին, բռնի տեղահանություն, դատարկվավ Արցախ, նույնիսկ է ալնելու։ Բայց չէ գալիս են ասեմ բանը արտաշատեր մատկին ես կապրեմ թուրքերի հետ ես այ կնիկ ասեմ ուզում ես թուրքերի հետ ապրես 60 կիլոմետր գնա սադարակ հետներն ապրեն չես որ դրան գանես թե ապրեն այն որ դու ուզում ես իրանց հետ ապրես ասիր լսեցինք բայց այնով որ գալու է դրան լսել ես ինքը ուզում է քո հետ ապրի իր կարծիքը գիտես այնի ոնց որ չի ուզում աղավնոյում հայեր էին ապրում Նիկոլը որոշեց որ Լաչինը աղավնոն պիտի հանձնեն Ադրբեջանին ինչ արին ասին հայերն ապրում են Թո ադրբեջանցիներն գան միասին ապրեն, տենց եղավ։ Թե ժամանակ տվին, ասին դուրս եկեք աղավնոյից, վերջի օրով լուսու գազնել էին անջատել, որ հանգարց մարդ չմնա, որ հանձնեն։ Բայց թո գային միասին ապրեին, առևտուր անեին։ Հիմարի դար խոչի ասեք, պիտի հասկանաս, չէ, ինչի մասին է։ Ու եկողները ով ալելու, խո գիտնականներն ու բժիշկները չեն գալու։ Բանտերից ինչ կա մարդասպան ռեցեդևիստ հանցագործ կա, դրանց են հանելու բերեն, որ գաստե հանցանք ան։ Ով պիտի գաստե ապրի։ Բաքվից ինչ-որ կարող է սեփական բիզնես ունեցող Mercedes քշողը գայթա բանում, հա, Վարդենիսի գյուղերում ապրի։ Պարզային հասարակության ամենա ստոր շերտը
բաներից հավաքած ես իմ ամեն տեղից ամեն տեսակի հանցակ գյուղերում ապրող են չքավոր են ամեն աղքատ ընտանիքներին չէ՞ պիտի բերեն կրթություն չունեցող եւ այլն Ալիևն էլ ինչ ասել ոչ միայն ասել է այլ ասել է այս խնդիրը մեր օրակարգում կմնա այնքան ժամանակ մինչեւ որ դա լուծվի հիմա ում իշխանության օրոքավոր Ալիևի բոլոր ցանկությունները կատարում են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Ալիևի ցանկությունները կատարվել են, չեն կատարվել։ Ռոբերտ Քոչյանի պաշտոնավարման շրջանում Ալիևի ցանկությունները կատարվել են Հայաստանը, չի ելել։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում Ալիևի որևէ ցանկություն կատարվել է, չէ։ Ալիևի բոլոր ցանկությունները կատարվում են, երբ որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա այդ Նիկոլ Փաշինյանը չլինի, վարչապետը լինի Սամվել Կարապետյանը դադարեցում է, չէ, Ալիևի ցանկությունների կատարումը։ Սկսում է կատարվել հայ ժողովրդի ցանկություն։ Իսկ հայ ժողովրդի ցանկությունը ո՞րն է, որ իր երկրում ապրի, աշխատանք ունենա, ապրելու պայմաններ ունենա, туриզմի հնա ճամփորդի իր երկրում, հարուստ կյանքով ապրի, դա Սամվել Կարապետյանն էլ է առաջարկում։ Այսինքն մենք հնարավորություն ենք փոփոխությունների, այս դժբախտությունների, կորուստների պատերազմից հետո ապրել խաղաղ, բարեկեցիկ, նորմալ կյանքով։ Դոշներին գրել են խաղաղություն, ասում են խաղաղություն ենք բեր։ Այ բալ այդ խաղաղությունը մելը քո սարոշկային է գրած, մեկ է գխարկիդ։ Մարդ ես, ասենք սարոշկա տվի լվալու, տունը ասենք կնիկը չի լվա, դրա կնիկը դեսման չէ։ Տունը չես մամ, տունը չի։ Այդ խաղաղությունն էլ որ նայում ես, մեկ խաղաղություն չես կարդում, պարոն Ղազարյան։ Խարդախություն ես ինչ որ կարդում։ Խարդախություն, խափեություն, խաղաղությունը դա պիտի գրած, ասենք իր սարոշկից բացի ուրիշ տեղ է պիտի գրածը լինի, չէ՞։ Լավ ասենք սարոշկենա տվես լվալու, լվացավ ջնջվավ։ Բայց որտեղ է գրած։ Գխարնա ենթադրենք կորավ։ Ճղվավ։ Ուրիշ որտեղ է գրած։ Կարաս ցույց տաս մի հատ փաստաթուղթ, որտեղ գրված է, որ դու խաղաղություն ես հաստատել Ադրբեջանի։ Դες փաստաթուղթ չկա։ Ադրբեջանի հետ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատվել։ Ադրբեջանը մինչ օրս Հայաստանի որպես պետություն չի ճանաչում։ Այսինքն Հայաստանի որպես պետական կազմավորում չի ճանաչում։ Թուրքիան ճանաչել է Հայաստանի որպես պետություն, դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել։ Ադրբեջանը որպես պետություն էլ չի ճանաչում Հայաստանին։ Դե Արևմտյան Ադրբեջանն է ճանաչում, բայց նպատակներ ունի, ხო հիմար չի որ չի ճանաչում, ինքը իր նպատակների տեսանկյունից ելնելով։ Հələ մենք չգիտենք սահմանադրության մեջ ինչա գրած, այս որը պիտի հիմա փոխեն։ Ինչ չգիտես, ասել, չնայած ճիշտ եք ասում այն իմաստով, որ խոստացան ասել են Սրբուի Գայլանեն $2,000 տուն որ պիտի առնի, թե արդեն առել է, որս չհասկացա այդքան բանան։ Դե լավ կրթություն հաստատում։ Դա որ ասա, ինչ ալը մատը դրա համար էս խոսացնում եք էլ, ասենք ջայլ աղջիկը $2,000 տուն ինչ է իր համար։ Հա, ասում է, ասեցի մարտին հրապարակելու ենք նախագիծը։ Հիմա ոնց որ արդեն հունիսն է։ Այդ նախագիծ չկա, դա են գախտի պահում։ Դու խո Սրբուին չի գրում։ Հիկմետ Հաջիևի գրասենյակից գրում են, ուղարկում են հայերեն հենց։ Դե շատ գրելու բանը չկա, ընդհանրեն անկախության հռչակագիրն են հանում։ Անկախության հռչակագիրն էլ հանիր, պետությունը վերանում է, էլի։ Պետություն չկա։ Next-ը ինչ մեխանիզմ աշխատում։ Այդ նախաստորագրված պայմանագիրը որ կա Վաշինգտոնում կնքված։ Դե ասում է դիվանագիտական հարաբերությունները այս կհաստատվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բանը խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո, այսինքն դա պիտի վավերացվի ուժի մեջ մտնի, նոր դրանից X օր հետո պիտի հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ։ Հիմա Ալիևն էլ ասում է, մինչև ձեր սահմանադրությունը չփոխեք, անկախության հռչակագրից չհրաժարվեք, մենք այս փաստաթուղթը չենք ստորագրի։ Նախաստորագրել են, գնացեք տնային տենց էլ ասում եմ, տնային առաջադրանք ունեք, գնացեք արեք, տնային առաջադրանք ինչա, որտեղ սահմանադրությունը փոխեն։ Սահմանադրությունը երբ փոխին անկախության հռչակագրից հրաժարվեցին, այն պետությունը, որը նախաստորագրել է այդ փաստաթուղթը, վերանում է։ Դրանից հետո Ալիևն ասել է, «Էլ ինչ ստորագրենք»։ Ով որ նախաստորագրել էր, վերացել է։ Հիմա նոր պետություն ես, արել է հասկանանք, դու ընդհանրապես ինչ պետություն ես, պիտի ելնես, պիտի չլնես, որտեղ մինչև այդ Ալիևն ասել է ժամանակակից Հայաստանը ստեղծվել է ադրբեջանական հողերի վրա, Երևանը դա հին պատմական ադրբեջանական քաղաք է, որտեղ մենք պիտի վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Եվ դու ինչ պարտականություններ ունես, այլևս հիմա դրան դու ոչ հակադարձում ես, որ ասում է հիմա մենք Ադրբեջանի հետ նման հարց չենք քննարկում։ Ես գիտեմ որ չեք, Ադրբեջանը դուք ընդհանրապես ոչ մի հարց չեք քննարկում, Ադրբեջանը հանձնարարություն տալիս է, դուք անում եք։ Եթե դուք հարց քննարկողն եք, եթե Ադրբեջանը ասում է սահմանադրություն փոխի, պիտի ասես ըլի մա դա հանգստացի։
Սահմանադրությունը փոխելը դա իմ ժողովրդի, սահմանադիրը իմ ժողովուրդն է։ Այսինքն դու որոշում ես թե հայ ժողովուրդը ինչ անի։ Դու օրենքով դու չպիտի որոշես թե քո ժողովուրդը ինչ պիտի անի, քո ժողովուրդը ոչ թե դու ինչ պիտի անես։ Այսինքն Ադրբեջանի ժողովուրդը որոշում է թե Ալիևն ինչ պիտի անի, Ալիև որոշում է թե հայ ժողովուրդը ինչ պիտի անի։ Բա վերացավ բերիշ պետություն։ Դրա համար ձեռովոտ են ընկել եւ ուզում են որ Նիկոլը պարտադիր վերադառնա։ Այո, բա պատկերացնում ես Ալիևի համար ինչ բան է, որ հերիք չի Նիկոլը չլնի, հետնալի մի հատ ղեկավար որ դոլարը միլիարդատեր է, Իրանից հզոր։ Այսօր դոլարը միլիարդատեր է նաև Ամերիկայի նախագահը։ Մի տարբերությամբ որ իր կարողությունը մի տարվա ընթացքում 1 միլիարդ 100 միլիոնով պակասել է, Սամվել Կարապետյանը 900 միլիոնով ավելացել է։ Տանը նստած։ Բա այտենց ղեկավարի հետ, բա նույն բանն է երկրի ղեկավարը կուկուռուզու տողա թե դոլարը միլիարդատեր է։ Բա պետք է իմանաս, բա մարդուց տարբեր է, չէ՞։ Նույն բանն է, ասենք թե ենթադրենք ինչ-որ մի ընկերությունում, ֆիրմայում տնօրենը ով է։ Նորմալ գրագետ մենեջերը փորձառու, թե ասենք թե Նիկոլի տանես դնես մի հատ ֆիրմայի մենեջեր, պատկերացնում ես Նիկոլին տանես մի հատ գործարան դիրեկտոր։ 3 օր հետո կռիվը գցի սաղ կոլեկտիվը լեն իրար հետ կռիվ դավե հարկային գրի կալանքը դնեն հաշիվների վրա կասայի փող տանի տուն աներձագանդից մի տարած վերցի տանի ես այսպես մեծ շաբաթվա մեջ սա խառի կնստի չեմ չափազանցացնում ասեք ու դե նա 8 տարվա մեջ տեսա Այնա դες երկին է տենց արե հիմա ասեք թե պատկերացեք այն օրը Գյումրիում են բերել օրինակ ասեք Ըմշամարտի առաջնությունը նույն բան ասենք Արթուր Ալեքսանյանը գնա այդ առաջնության թե Նիկոլ Փաշինյանը Արթուր գնում է հաղթում է չէ ինչի որտեղ ուժեղ է մարզվել է այդ իր գործն է այդ ինքը շատ լավ գիտի հիմա Նիկոլ Փաշինյանին տանես մրցագորգ դուս գա ինչ պիտի լինի վիզը բոլորեն գցել մի հանի վրա չէ մենք էլ ենք հայտարարակ Բայց հիմա ինչ տարբերություն այն գործն է էս էլ էս գործն է չէ ամեն գործում պիտի չի ուտի պարոն Ղազարյան հա չի ուտի Նիկոլը ըմշամարտիկներին չի կարա ախորժակ քաշի բայց ասեք չի կարա Եվ պարոն Ղազարյան նայեք այդ բզկտված քարտեզը որ դոշներին կպցրած ման են գալիս այդպես էլ կարողացաք հարցնել ինչ կա այդ քարտեզի մեջ Հիշում եք 20 թվին ինչ քարտեզով էր ման գալի 20 թվին մի հատ Հայաստանի քաղաքացու անձնագրի տեսքով մի հատ բուկլետ էր բաժանում, որին գրած էր Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիր։ Ունդը Հայաստան Արցախը որպես մեկ ամբողջություն են։ 6 տարի անցել է, կես գցե միանի վրա։ Հիմա այդ պլաստմասայի կտորն է բաժանում։ Այն օրը ես ուզում եմ դրանից մի հատ ունենայի, մի հատ տղա բերես տվեց այդ բանի զորահանդեսի ժամանակ։ Նայում եմ ԿՊ-ի QR կոդով բանով էլի որ բացես, մեկը նայում եմ հանրապետության նախագահան դրանից խփել, այսինքն քաղաքական կուսակցության բան հանրապետության նախագահը խփել է դոշի մեդալ է բաժանում։ Հետո ասենք պիտի դոշից հանես, ասես հələ մի կեր էսի։ Դες կարաս ուտես էսի կեր։ Դու ինչ գործ ունես հանրապետության նախագահից ընտրաշավի ժամանակ քաղաքական մի ուժի քարոշություն ես իրականացնում։ Այդ կոդը ինչ համար էր պարոն QR կոդը, որ ինֆորմացիա մտնես, ասենք հեռախոսով սկանանես, տանի ԿՊ-ի սայթ, ասենք իրանց մասին ինֆորմացիա։ Այսինքն էլի քարոշչական։ Քարոշչական չէ, դա ասենք սովորական պլաստմասա չի, էլի։ Հիմա մեկը կարա չէ իրանց հարցնի ասի, այս երկրի կեսը ինչ եղավ։ Բա կարող է ասենք թե մենք ժողովուրդը ենթադրենք ընտրում նորից իշխանության, այդ նշանակում է հաջորդ ընտրություններին Այն էլ մի հատ կիսեք, դրանից կթողնեք երկու հատ փոքր բան, խփեք ակաժների ականջող։ Ասեք Նիկոլ Փաշինյանը հաջորդ ընտրություններին կգնա ականջողերով, մագնիսները կխփի, այստեղից երկու հատ փուչուր կտոր, կասի այ իրական Հայաստանը այդ մեզ մինչև հիմա խափել են, մենք սխալ ենք հասկացել։ Սա իրական Հայաստանն է, որովհետեւ մենք խաղ ապրենք, այս երկու ականջող պիտի ունենանք։ Դրան է տանում, մենք էլ ասում ենք չէ, դες չի։ Ավելավա դու ակաժները տել, ականջողերը տել, ամեն ինչ տել վերցրու ու հեռու ես երկրից։ 2 ժամկետ ղեկավարում ես։ Ինչ արի, ինչ խոստումներ էի տվել։ Ինչ արիր։ Մինչև հիմա ասում են նախկիներս ենար ու մարդկանց գիտակցության մեջ եմ մցրել են, Նախընտրական հանդիպման եմ գնացել։ Վայոց Ձորի բնակչին բացատրում եմ, ասում եմ, հարգելի Վայոց Ձորցիներ, Եթե ինքը Տիգրանաշենը տվեց Ադրբեջանի, մենք ստե հայտնվում ենք շրջափակման մեջ, ճանապարհի այդ հատված ադրբեջանցիները որ փակեցին,
Երևանից այլևս Վայք, Ջերմուկ, Եղեգնաձոր, Սյունիք գնալ հնարավոր չի լինելու։ Ես չասում։ Ասում է, էդի շուտվանից էր տված Տիգրանաշենը։ Բախես դու հիմա ապրում։ Այ բալամ ասեմ, այսօր է մեկ հելը մերն է։ Հա։ Հելը մերն է, տված չի։ Դու ասում ես շուտվանից տվել է, ես ասում եմ այսօր ընդեով է մեկ է։ Հելը մերն է, բայց վտանգ կա, որ Նիկոլ, վտանգ չկա, ասել է, որ գա իշխանության տալու է։ Հիմա եթե Սամվել Կարապետյանը գա չի տալու, Նիկոլ Փաշինյանն եկավ տալու է։ Դու հիմա եթե ես Նիկոլ Փաշինյանն ընտրես, որ տա, մնա շրջափակման մեջ, դառնաս փախստական, ես կան կոտամ ես սպանեն։ Ասես, չէ, դա շուտվանից է, մեղրին, չի ասում, մեղրին ասում, Ռոբերտ Քոչյանը, ես իմ եփա տվե, այ բալա մեղրին հələ հայկական է։ Բանակցային գործընթաց սեղան։ Այ հիմա հայկակ միջև հիմա ոչ մեկին տված չի։ Ոնց է տված, ասում Կարեն Դեմիրճյանին ու Վազգենս երեք այն բանը մի հատ աղջիկ կան, այդ բանավեճին էլ երեք է։ Անի հա։ Ասում Ռոբերտ Քոչյանին ու Վազգեն Սարգսյանի սպան բանին, Ռոբերտ Քոչյանի ժամանակ Վազգեն Սարգսյանի ու Դեմիրճյանի սպանին, որ մեղրին տան, որտեղ դրանք մեղրին դեմ են։ Դու ասես, ով որ ուղեղ ունի, էդի լսելուց ասում լավ, Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ են եղել, սպանել են, որ տան չէ։ Բայց նրա սպանությունից հետո Ռոբերտ Քոչյանը 9 տարի մենակ ինքն է նախագահել է։ Նրանք էլ արդեն չկային։ Բայց ի՞նչ են տվել։ Դասեք, ոչինչ շատ ա կերել։ Եթե ասեք մենք եթե ուղեղ ունես, էլի, եթե չէ, ահա։ Էլար Նիկոլ։ Իրանք այդ քարոզչությունը, պարոն Ղազարյան, դեռ Նիկոլը ընդդիմադիր ժամանակներից է արել։ Դրա համար է ժողովրդի ուղեղի մեջ դա արդեն գանված վիճակում է, ընդդիմությունն էլ հիմա Օրինակ եղել է մարդկանց հետ հանդիպել եմ, ասում եմ, որ գոհ են ենթադրենք, ասում եմ, ինչի՞ց եք, պատերազմներից գոհ եք դու։ Ասում պատերազմը ինքը չի արել, բավարար, ինքն է 10 թվին ինքը ընտրվել է վարչապետ, 20 թվին եղել է պատեր, 2.5 տարի իր պաշտոն, 2.5 տարին դա պաշտոնավարման մի ժամկետի կեսն է։ 2.5 տարի դու կարայիր բանակցեիր, դու կարայիր բանակ, եթե տենում ես բանակցությունը չի ստացվում, կարայիր զենք առնեիր, ամրապնդեիր, զորքերդ կազմակերպեիր, չէ, պատրաստվեիր, պատերազմի լելուց հաղթեիր կամ երկիրդ պաշտպանեիր, չէ։ 2.5 տարին անցել է։ Բայց իր պաշտոնավարման շրջանում այլ է, ո՞վ է մեղավոր։ Ասում են նախկինները։ Ասում նախկիններով, այն հոկտեմբերի 27 մարտի 1 արածներ, այ մարդ ասում, եթե հոկտեմբերի 27 մարտի 1 էր, բայց չի չեն պատժե։ Իբա 8 տարվա ղեկավարը, եթե դրանից առաջ մեկը հանցանքագործ է, մեկը սխալ բան արել, դրանց են չի չեն պատժե։ Ասում է դրանք անենց հզոր են, որ ասի դե չէ լավ, չէ լավ, արդեն ծեր ասելու ստասում է, որ մեր վարչապետ անասուն է, չի կարելի, այ մարդ, այս բան չի կարելի ասել։ Չեք ընտրում մի ընտրեք։ Անասունս ո՞րն է։ Այսինքն մարդը վարչապետը, մեկը պերես գցեց վրան, մեկը վերցրեց տարավ։ Դες վարչապետն ալու որ իր հակառակ դեպքում ստացվում է քո ասելու ստացվում է լավ անասուն, դες բան չի կարելի ասել։ Չի կարելի, մեր երկրի ղեկավարին չի կարելի դες բան։ Ուզում եք ընտրեք, ուզում եք մի ընտրեք, բայց մի ասեք ինքը ապուշի պես մի բան անդե գցած, մեկը գալի գցումա ջեբե եթում է, մեկը գալիս ջեբից վերցում տանում է։ Մեկը իր այդ ոնց ուզում դες չի, բտես ղեկավարին պիտի թողես երկիր ղեկավարի, եթե ձեր ասածն է։ Իրականում այդպես չի, ոչ ապուշա, ոչ էլ անասուն է։ Գիտակցված անում է այդ ամեն ինչը։ Գիտակցված թշնամը, բայց դու տենում ես որ ապուշ չի, անասուն չի, գիտակցված թշնամը պահանջը։ Ոնց է դրան հնարավորություն տալի որ նա այդ թշնամը պահանջները կատարի, քո հաշվին, քո երեխեքի հաշվին, քո տան հաշվին, քո զողողությունների հաշվին։ Բայց եթե նոյեմբերյանցի մի տաքսովարորդել կար, տոկոսը էլի ասենք, բայց մեծ մասը նոյեմբերյանցի մի տաքսովարորդել կար, ասում էր այ որ օրը որ կրակոցներ չի լինում, անհանգիստ ենք քնում։ Չես կարա իրանց որևէ բան ասես։ Եվ պարոն Ղազարյան, ես այս հարցը իհարկե ձեր աջակիցներին, ձեր կուսակիցներին, անդամներին, ովքեր նաև ցուցակում կան, հարցնում եմ, եթե ստացվեց այնպես, որ չենք հաղթում, ինչ ենք անում։ Գնում ենք ազգային ժողով, ես այդ տարբերակը հիմա հակված չեմ քննարկելու, որովհետև հասարակական տրամադրությունները հաղթելու են։ Հուշում են, հաղթել ասածը հետևյալ է։ Ինչ ասում էր ընտրական օրենսգիրքը, էլի։ Եթե մի քաղաքական ուժ 52% չի հավաքում, ինքը միաժամանակ կառավարություն ձևավորելու իրավունք չունի, չի կարող։ Իսկ ինքը հաստատ 52% չի հավաքելու։ Այսինքն ինքը միաժամանակ կառավարություն չի ձևավորել։ Իմ տպավորությամբ շատ մեծ է հավանականությունը, որ ուժեղ Հայաստանը իսկ ավելի շատ ձայն հավաքի, քան ԿՊ-ն։ Ձայների
Մենք իհարկե ձգտում ենք առավելագույն ձայներ հավաքել միայնակ կառավարություն ձևավորելու, բայց դա էլ իմ տպավորությամբ ոնց որ թե հնարավոր չէ։ Իսկին Իրանից հնարավոր է շատ հավաքեն ԿՊ-ից։ Բայց ոչ այնքան, որ լավ, այդ դեպքում պիտի կոալիցիա ձևավորվի։ Կոալիցիան պիտի ձևավորվի ամենաշատ ձայն հավաքած քաղաքական ուժի շուրջ։ Հիմա եթե ամենաշատ ձայնը հավաքի ԿՊ-ն, մյուս խորհրդան անցնող ուժերը իսկ ակնհայտ էս պահին պրո իշխանական ոչ մի ուժ չի անցնում, այսինքն ոչ հոպլո, ոչ բան չեն անցնում։ Հոպլոնի միջելուց մի հոգի ընտրող գտել եմ Արտաշատ գյուղերից մեկում, ասած ես դրան եմ ձայն տալ։ Ասես զանգիասակ ուրախանա։ Բանը, դրանք չեն անցնում։ Հիմա այդ անցնող ուժերը ընդդիմադիր դիրքեր են։ Նշանակում է մեծ հավանականությունը, որ կոալիցիան կձևավորի ընդդիմադիր ուժերի մեջ, իսկ եթե ամենաշատ ձայնը հավաքի ուժեղ Հայաստանը, ամենայն հավանականությամբ այդպես կլինի, բնականաբար առանցքային ուժը, որի շուրջ պիտի կոալիցիա ձևավորի, պիտի լինի ուժեղ Հայաստան, այսինքն Սամվել Կարապետյան դառնա վարչապետ։ Քանի որ իրանք ոչ թե ծրագրերով մարդկանց համոզում են, օրինակ ասենք, որ այդում են բուժաշխատողների, ուսուցիչների հետ, որ գլխավոր բժիշկը մարզպետի ցուցումով, բանով, չգիտեմ, կանչումա խոսում է, չեն ասում, գիտեք ինչ, սա լավ կառավարությունն է, լավ ծրագրեր են, էսա պետք, քարոշ, ասում են, քեզ գործից կանենք։ Գետակ Նիկոլին կընտրեք, թե չէ սպառնում են մարդուն։ Լավ է մարդն էլ եթե աշխատանքի իր համար կարող է շատերի համար կարևոր է, չէ, ապրելու միջոցը, բան, չեն հակադրվում։ Բայց իրանց հոգու խորքում ասում են չհասկացանք, այսինքն ինչ զորով, հա։ Հիմա ասենք թե ենթադրենք բժիշկա նստեց այդ ժողովին կամ ուսուցիչը լսեց, ասած գետակ բանկա, կգաք հավաք Նիկոլ գալցա գետակ հակգան, գնում է։ Կընտրեք, եղավ, հա, կընտրենք։ Ախո չի ասի, չէ, ինչի՞ պիտի ասի, չէ։ Բայց ընտրելուց ու գիտի, որ ինքը ասում է դու էիր ինձ ուզում հանեիր։ Դառը քեզ երրորդ համարի քվեաթերթիկ։ Տես ոնց ես դու դուրս գալի։ Հիմա ասենք դե որ Սամվել Կարապետյան ընտրվա վարչապետ։ Սամվել Կարապետյանն է այդ հալու դպրոցներում դասատու աշխատի։ Թե ես։ Ով որ ուսուցիչ է, նա էլ մնալու է աշխատի, չէ։ Հիմա այն մարդիկ ովքեր որ բժիշկ են, մեկը ոստիկան է, մեկը հո մենք դրանց տեղը չենք է տալու իրանց գործնանը։ Իրանք պիտի անեն։ Ոչ մեկն էլ ոչ մի կյանքում էլ բացասական փոփոխություն չի։ Բացասական փոփոխություն կլինի, այդ իշխանությունը մնա։ Որտեւ այդ իշխանությունը դպրոցները հիմա այս իշխանությունը ուզում է բոլոր դպրոց 230 դպրոց մենակ այս տարի են փակում։ Հիմա դրա բոլոր ուսուցիչները աշխատանքից ազատվելու են, չէ։ Հիմա Սամվել Կարապետյանն ասում է ես դպրոց չեմ փակելու։ Հիմա դպրոցի ուսուցիչը խո ապուշ չի պիտի հասկանա, չէ՞ որ ԿՊ-ին ընտրելով ինքը իր տունը քանդում, հա։ Հիմա չհակադրվելով, սուս մնալով, բայց երրորդ համարի քվեաթերթիկը, որը գախնի է, ոչ մեկ չի նայում, արդեն ինքը մենակ է, չէ։ Ծրարի մեջ դնելով, այն մարդուն է պատժում, ով որ ուզում էր իրան պատժի։ Որովհետև այդ բոլոր մարզպետները պիտի փոխվեն։ Հիմա դրանք են, չէ։ Եվ իրանց համար շատ լավ է, ինչ միլիոններ են աշխատում, այն Արմավիրի մարզպետը մի ժամացույց հայտարարել Rolex $30,000, բայց ինքուզի մնա։ Կյանք հավայելում մարդը, հողեր են առել, տներ են առել Երևանում, սա միլիոններ դրանց հայտարարել են նայի, այդ փոքրիկ խմբակի։ Լավ է, իրանց իշխանության միակ շահառուն իրանք են։ Հիմա նախարարը իր ենթականերին ստիպում է, ասում է բան արեք, դուք գնացեք ձայն տվեք, որ ես ցոփուշով այդ կյանքով ապրեմ։ Այնա կարասի եղավ։ Ամսի 7-ին առավոտ ժամ 8-ից մինչև երեկոյան 8-ը իր հարմար ժամին գնալու է երրորդ համարի քվեաթերթիկը դնի ծրարի մեջ ու մեկը տենա թե ինչ երկրում է ապրելու։ Այդ երկրի անունը մենք արդեն որոշել ենք, դա կոչվում է ուժեղ Հայաստան։ Սամվել Կարապետյանը խոստացել է 5-րդ երեխա ունեցող ընտանիքին անվճար տուն տա։ Դրա համար այդ պետական ծրագիրը։ Անան օրինակ գնալուց ասած գնում եմ, բայց տուն չունեմ, չէ՞։ Ահա, բայց լավ հնարավորություն։ Իմիջիայլոց հենց լսավ այդ ծրագրի մասին նկատել եք, հետ ենք։ Հա։ Հիմա Էդի տան պարագան, բայց իրա դեպքում ինչ տուն, դրա արազները տան չի, դե ուրիշ հիմնարկ է։ Դե Սամվել Կարապետյանն ասել է, որ մենք ռեպրեսիաներ չենք իրականացնելու, այսինքն այն ինչ որ իրանք արել են Ալիկ Ալեքսանյանի մեր գործընկերոջ դեմ, տենց մենք ուրիշների նկատմամբ, այսինքն հանիրավի քաղաքական հետապնդումների մարդկանց չենք ենթարկելու, բայց նրանք ովքեր իրականացրել են պետական դավաճանություն, նրանք չեն կարող անպատիժ մնան։ Իսկ ասենք, եթե Ալեն Սիմոնյանը գնում է որպես ազգային ժողովի փոխնախագահ Արցախի ընտրություններին որպես դիտորդ, մասնակցում Արցախի ազգային ժողովի եւ նախագահական ընտրություններին, ասում է, որ այս ընտրությունները լեգիտիմ են, Արցախի իշխանությունները օրինական են, այդ եզրակացությունն է տալի, հետո գալիս է Ադրբեջանի պահանջով, անցնում ադրբեջանցի կողմը սկսում է իրան շահերը արտահայտել, երբ որ մեր օրենսդրության մեջ ոչինչ չի փոխվել։
Քրեական օրենսգիրքը դա սահմանում է որպես պետական դավաճանություն, որի նկարագրություններից մեկն է թշնամու կողմը անցնելը։ Այսինքն դու պաշտոնական պարտականություն ես կատարում, ոչ թե քո խոստումներն ես կատարում, քո ժողովրդի շահերն ես սպասարկում, այլ անցնում ես թշնամու կողմը տարբեր հանգամանքներից ելնելով։ Իսկ մեզ թշնամու շահերը սպասարկել։ Իսկ դավաճանության համար 10-ից 15 տարի կամ կարծեմ բանել կա, ցմահել կա։ Այսօր արդեն հունիսի 2-ն է եւ քվեարկությանը մնացել է քարոզչության ընդամենը 3 օր եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժեղ Հայաստան դաշինքի որևէ ընտրախախտում չի արձանագրել։ Իրավապահ մարմինները իրականացնում են քաղաքական հետապնդում։ Ասենք ով է այդ ձերբակալող մարմնի ղեկավարը, քննչական կոմիտեին, չէ, կամ հակակոռուպցիոն կոմիտե, մարդիկ եթում են կառավարության նիստերի, վարչապետը մտնում է իրանք ոտքի են կանգնում։ Մեզ 1000 անգամ ասել եմ, ասել ինչ գործ ունի հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը կառավարության նիստի։ Ոչ կառավարության անդամը, ոչ հարց զեկուցողը, ոչ հարցին պատասխանողը։ Ինչի ես գնում, վարչապետը մտնում է, դու կանգնում ես։ 1000-ը, ասեք վարչապետն է։ Մարդ ես մեկ էլ այդ պահին, մատ զանգ է գալի, սրտով անցնում է, չոքերը խփում է գետին, սկսում է նամազ անել։ Դրանք ինչ պիտի անեն։ Ხო չեն կանգնի նայեն։ Անշնորհ բան կլինի, որ այնի նամազանի իրանք կանգնեն նայեն։ Բայց դու չես գնացել դել, որ այդտենց իրավիճակներում էլ չիմանաս ինչ անես։ Բայց վարչապետը թվա մարզային այցելության շարվում են։ Պարոն վարչապետ, մարզի դատախազ էս ինչ է։ Պարոն վարչապետ, քննչական կոմիտեի էս ինչ մարզային վարչության պետը։ Իսկ վարչապետ գնացել է մարզային այցելության։ Քննչական կոմիտեի մարզային ղեկավարության պետը, դատախազը, որոնք կարան այդ վարչապետին բռնեն, չէ՞, ըստ իրանց իրավասության։ Ինչ գործ ունեն կանգնել են դեզ, բայց այդ մարմիններն են, չէ՞։ Այդ քրեական վարույթները նախաձեռնում, մեղադրանքներ արում, բայց դրանցից ինչ է ուզում, որպեսզի դրանք իրավապահ մարմնի հեղինակություն ունենան, իրանք իրաց գործունեությամբ այդ հեղինակությունը պիտի վաստակեին, բայց քանի որ չեն վաստակե, WhatsApp-ով վարչապետ գրում է ԲԴԽ-ի նախագահ, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, քննչական կոմիտեի ղեկավար, ներքին գործերի նախարար, մի WhatsApp-ով թռնում են դուրս, չի էլ կանչում է հետները խոսի։ Դրանք էլ միանգամից դիում, արա կարող է երեխենա գրարան, չէ՞, դիումները գրել։ Հեռախոս տունն է, կարող է երեխա մաս քնածա, չէ՞։ Երեխեն վերցի հեռախոսով գրի, այն չէ՞ դիումները գրեիքի։ Այսպես երկիր են դարձրել սրանք մեր երկիրը։ Շնորհակալ եմ զրույցի։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։